Պարոն Փաշինյան, Արդարադատության նախարար Սրփ Գրիգորյանը օրերս հայտարարեց, որ սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է եւ այն պետք է քննարկվի ներողություն ԿՊ վարչության նիստում, սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը մեր լրատվամիջոցի հետ հարցազրույցում նշեց, որ տեքստին ամբողջովին ծանոթ չէ, որտեղ այն ամբողջովին չի քննարկվել հանձնաժողովում։ Հիմա ուզում եմ ճշտել ինչ իմաստուներ այդքան ռեսուրս ժամանակ ծախսել եւ նման հանձնաժողով ստեղծել, եթե հանձնաժողովի անդամները նույնիսկ պետք է ամբողջովին տեքստին ծանոթ չլինեին, կարող եք միանգամից ԿՊ վարչության նիստում դա հաստատել։ Եվ պարոն Փաշինյան, նախորդ 5 շաբթի ճեպազրույցում դուք հաստատեցիք, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը ձեր ցուցումով է հրաժարական տվել, քանի որ համարձակվել է, այսպես ասած, ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել Արցախի պատմության մասին գիրք։ Եվ դա համարեցիք սադրիչ քայլ, սակայն 2019 թվականին հոկտեմբերին Արցախը Հայաստան է եւ վերջ, այս ձեր հայտարարությունից 2 ամիս անց դուք Ռուսաստանի նախագահին նվիրեցիք ռուսաստանցի նախկին միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած Խաղաղություն Ղարաբաղի ներողություն աշխատությունը։ Չեք պատրաստվում մի հրաժարականի դիմումել դուք գրեք, քանի որ շատերը ձեր այս քայլը գնահատում են սադրիչ եւ ասում են, որ դուք եք սադրել 44-օրյա պատերազմը նման քայլով։ Շնորհակալություն։ Գիտեք ինչ 44-օրյա պատերազմը ով է սադրել, ով չի սադրել, կարծում եմ այդ հարցի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Ես ձեզ էլի ուզում եմ հիշեցնել, որ անդադ որ ասում եք չեք պատրաստվում հրաժարական տալ, չեք պատրաստվում հրաժարական տալ, ես 2 անգամ հրաժարական եմ տվել։ Մեկը 2018 թվականին, մեկը 2021 թվականին։ Այդ հրաժարականի արդյունքում հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ այդ ձեր ասած իրադրությունները դրվել են ժողովրդի դատին եւ ժողովուրդը իր որոշումը կայացրել է։ Ինչ վերաբերվում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի հետ կապված իրադրությանը, ամենայն հարգանքով, բայց ես էլի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին պոակ վարել իր կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելում է Հայաստանի Հանրապետություն, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է եւ առաջին անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Ինչի շնորհիվ է այցելում Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգների փոխնախագահը։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ, հաստատված խաղաղության շնորհիվ։ Եվ մենք նախ գիրքը, որը նվիրվել է, կոչվել է Արցախյան հիմնահարց։ Դա կոնֆլիկտի մասին է։ Այսինքն խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ գիտեք ինչ, այդ խաղաղություն եւ այլն, հա ասեցինք, խոսացինք, բայց այնուամենայնիվ հիմնահարցը տեղում է, այսինքն կոնֆլիկտը տեղում է։ Ես էլի ուզում եմ հիշեցնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հայերեն առաջին թարգմանած տեքստը. ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի առակների եւ խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի եւ դրանց այլաբանությունների մեջ։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք Մեսրոպ Մաշտոցի ուղերձը, այդ որ մենք ասում ենք մեր արժեքները, մեր ինքնությունը պետքա կարդանք։ Եվ այնց անենք, որ երիտասարդությունն է կարդա, եւ ոչ թե այնպիսի բառերով եւ նախադասություններով դա մատուցենք, որ ոչ մեկ չհասկանա, թե ինչ է գրված։ Այո, ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում եւ յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետքա ինքը իրեն հաշիվ տա, որ կառավարության վարած քաղաքականություններին եւ որոշումներին հակասող գործողություն չի կարող անել։
որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է։ Շնորհակալություն։ Սահմանադրության հարցը։ Սահմանադրության հետ կապված իրավաբանական ըստ էության աշխատանքը ավարտված է։ Ես գիտեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են։ Մենք չենք կարող այդ մասշտաբային process-ը թողել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների։ Դա լրջակույն ռազմավարական հարց է եւ իհարկե կառավարող ուժը, որը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն եւ ես էլ անձամբ զբաղվում եմ։ Հաջորդ հարցը Վարդան։ Շնորհակալություն։ Առաջին հարցը վերաբերում է խոսքի ազատությանը։ Ամեն անգամ, երբ ես այստեղ ձեզ հարց եմ հնչեցնում, դրանից հետո ինձ տարբեր ընկերներ զանգում են եւ բարեկամաբար հորդորում են զգույշ լինել, որովհետեւ մի օր գլուխդ կուտեն, մի օր կձերբակալեն, չգիտեմ, պայծեստում մի բան կանեն քեզ հետ։ Ինչպես տեսնում եք, ես հիմա այստեղ եմ ողջ առողջ, ոչ ձեր կողքին, բայց ձեր առջև կանգնած։ Այս իմաստով, բայց սա դեռ չի այսքանով չի սահմանափակում ամեն ինչ, իհարկե ֆիզիկական բռնության չեմ ենթարկվել, բայց ենթարկվում եմ հոգեբանական եւ այլ տեսակի արշավանքների, ձեր հետևորդների, աջակիցների, թիմակիցների եւ թույլ տվեք ասել զոմբիների կողմից, այդպես շատ են ձևակերպում։ Նույնը տեղի ունենում նաեւ իդեպ Ռոբերտ Քոչյանի հետ կապված, երբ որ իր մասին մի թթու խոսք եմ ասում կամ հրապարակում, իր այսպես ասած զոմբիներն են հարձակում ին վրա եւ ինչպես ձերոնք են հայոյանքներ, սպառնալիքներ, սուր տեղեկություններ տարածում, այնպես էլ Քոչարյանի հետևորդները, աջակիցներն ու զոմբիները։ Եվ սա այն կոնտեքստում, երբ որ դուք կառավարությունը հռչակել է ծրագիր, որով պետք է ատելության խոսքի դեմ պայքարի, այսպես է պայքարում ատելության խոսքի դեմ, երբ միևնույն ժամանակ օրինակ հրապարակ թերթի խմբագիր ձեր նախկին գործընկերոջ մի 1 տարի առաջվա հրապարակման մեջ քննչական կոմիտեն չգիտես ինչու ինչ որ սահմանադրական կարգի տապալման սպառնալիք էր տեսել, հետո որոշեց, որ պետք է կարճի։ Նույն ձև ձեր թիմակիցները խոսքի ազատության ճնշումների մեջ են ենթարկվում, 2 օր առաջ ես հրապարակել էի իմ լրատվամիջոցում, որ ԿՊ-ի ներքին խմբում չաթում, չգիտեմ դուք այդ չաթում կաք թե ոչ, Վահագն անունով մի կուսակցական հանդգնել էր դժգոհել Ռոմանոս Պետրոսյանից եւ նրա ղեկավարացիից, որովհետեւ ժամեր շարունակ բարբերաբար իրենք լույս չեն ունենում եւ նրան սաստել էր Էդգար Հակոբյան անունով падգամավորը եւ ստիպած նա հրաժարվել էր դուրս էր եկել կուսակցություն չաթից, հավանաբար նաեւ կուսակցությունից։ Այդ ամեն ինչը ինձ մոտ կա, կարող եք տեսնել։ Սա մեկ, ինչպես եք վերաբերվում այս ամեն ինչին, ոնց եք պատրաստվում զսպել ձեր հետևորդներին, եւ երկրորդը, ուրեմն դուք անընդհատ խոսում եք Արցախի այսպես էջը փակելու մասին, բայց ես ուզում եմ հիշեցնել 2021-26 թվականների կառավարության ծրագիրը, իդեպ այդ մասին գրառում եք կատարել ձեր նախկին փոխնախարար Գայանե Գաբրելյանը, որը իդեպ ձեր վարչապետի ակտիվ մասնակիցներից էր, եւ նշել է, որ դուք նախ այդ ծրագրին, որին դուք ամբողջ թիմով կողմ եք քվեարկել, Արցախ բառը օգտագործել եք 11 անգամ, Ղարաբաղը 7 եւ ծրագրից հատվածներ 1-2-ը կարդամ, երկար չէ։ Օրինակ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովում, պաշտպանելու է Հայաստանի ու Արցախի շահերը Հայաստանի կառավարությունը, Արցախի հետպատերազմյան վերականգնում, ջանք չի խնայելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար, Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացում, Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծում, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ այսպես շարունակ։ Դուք մի ծրագիր եք քվեարկել, որի ոչ մի կետ փաստորեն չեք կատարել, գոնե այս Արցախի մասով։ Հիմա դուք ինչ խոստում եք կատարել, ձեր հետև ընտրողներին ինչ եք խոստանալու։ Եթե մարդիկ գան ու ասեն, ես ձեզ ձայն եմ տվեք 21 թվականին, նայելով հենց այս ծրագիրը, նաև ձեր ԿՊ-ի կուսակցական ծրագիրը։ Հիմա դուք այս կետերից ոչ մեկը Արցախի մասով առնվազն չեք կատարել։ Հանուն ինչի պիտի ձեզ ընտրեն։ Կառավարության ծրագրում եւ ընդ որում կառավարության ծրագրի նախաբանում հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը տարածաշրջանում խաղաղության էջը բացելն է եւ խաղաղություն հաստատելը ըստ էության մեջբերում ես եթե բառացի չէ իմաստային ճիշտ է, այսինքն մենք հստակ արձանագրել ենք եւ ես ձեր ասածին
տասնյակ անգամներով անդրադարձել եմ, այդ թվում կուսակցության 7-րդ հերթական համաժողովում ունեցած ընդարձակ ելույթում, որ մենք մի նախընտրական ծրագրով մտել ենք ընտրական process, որը եղել է այո ավանդական, հայկական, ԿՊ դրոպ դաշնակցական ծրագիր, բայց մենք լրիվ ուրիշ ծրագրով դուրս ենք եկել, որովհետև այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ հատկապես քաղաքացիներից այն հատվածը, ում ես պայմանականորեն անվանեցի սնուցող մայրեր, նրանք շատ կոնկրետ պատգամավոր են հանդես եկել, մեզ հորդորելով խաղաղությունը դարձնել բացարձակ առաջնահերթություն։ Երկրորդը Ղարաբաղի հետ կապված ոչ մի կառավարություն չի արել Ղարաբաղի համար այնքան, որքան արել է մեր կառավարությունը եւ դա թվերով տեսանելի եւ ապացուցելի է։ Եվ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն ինչ արել է եւ ձեր ասած ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, որ հեսա տեսեք ինչ ենք անելու եւ նրանց իշխանություն վերցնելու բոլորդ հիշում եք, ես իրադարձությունները չնկարագրեմ, ընդամենը օրեր հետո ամեն ինչ ավարտվեց։ Հիմա այդ ձեր ասած նույն ուժերը, բացարձակապես նույն ուժերը, նույնը ուզում են անել Հայաստանի Հանրապետության հետ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Բացարձակապես նույնը։ Մի միլիմետրի տարբերություն չկա նրանց մտադրությունների մեջ, այն ինչ որ նրանք արեցին, խորհրդարանում շնորհավորում էին իրար մարդիկ, որ Ղարաբաղում իշխանությունը վերցրել են, հիմա տեսեք ինչ են անելու։ Տեսանք թե ինչ են անելու։ Մենք հստակ ծրագիր էինք առաջարկել եւ այդ ծրագիրը մերժվել է հենց ձեր ասած ուժերի հորդորով եւ ուժերի ներկայացուցիչների կողմից, ովքեր Լեռնային Ղարաբաղում ստանձնել էին իշխանություն։ Եվ ուրեմն գիտեք ինչ, Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ 2 օր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահն եկել եւ հարցազեկություն։ Իմիջայլոց այս բանից հետո հիշեք, որ հրապարակ ենք։ Եվ 2000 չեմ հիշում, որ 5, 6, գուցե 10, 15 կամ որևէ թվականին Հայաստանում տարա բնակեցման ծրագիրը հաստատելու process-ը տեղի ունեցել եւ կցված են փաստաթղթերը, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության փաստաթղթերը, որտեղ Հայաստանից արևելք հատվածները, Հայաստանի սահմանագծված է, այնպես ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախասահմանագրված համաձայնագրում, իսկ դրանից արևելք մեծ տառերով գրած Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։ Այս այդքան ակնհայտ բան է։ Մեր խնդիրն ինչ է, որ մենք ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովրդից եւ Ղարաբաղի ժողովրդից էլ թաքցվել է իրողությունը։ Ինչի է թաքցվել իրողությունը։ Ինչի է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերը ամբողջությամբ հրապարակված են։ Էլ չկա այդ վայ հրապարակեք փաստաթղթերը։ Հրապարակված են փաստաթղթերը, բա ուր են այդ փաստաթղթերի, ինչու աղմուկ չկա այդ փաստաթղթերի մասին։ Չկա, որովհետև ամեն ինչ հրապարակված է։ Ամեն ինչ հրապարակված է եւ ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ։ Բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունը ընդամենը եղել է հետեւյալը. Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը։ Եվ այդ process-ը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է, հիմա էլ ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել։ Իմիջայլոց, այդ որ ինչի այդ հանրային հաղորդակցություն ինչի տեղի չի ունենում։ Ես հիմա ուղիղ եթերով եւ տասնյակ բաներով, առիթներով, ես նույնիսկ մարդկանց հետ շփվում եմ ուղիղ եթերում։ Ինչի ով է զրկված ուղիղ եթերից։ Այդ որ մեկ էլ հիմա ասում են
պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Կարող է թողը մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում։ Այդ որ հարգելիները, հարգելիս։ Թող մտնեն ուղիղ եթեր։ Այդ որ մի հատ էլ բան են անում, ասում են ուժեղի եւ թույլի հարց են բանանում, բարձրացնում։ Այդ մի հատ հասկանանք, այդ իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ։ Բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ։ Թող գան իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ։ Կարան ձգվեն, թող ձգվեն։ Ուրիշ ինչից են ուժեղ։ Ուրիշ ինչից են, ինտելեկտից են ուժեղ։ Թող մտնեն ուղիղ եթեր իրանց ինտելեկտը ցույց տան։ Թող մտնեն ուղիղ եթեր իրենց ինտելեկտը ցույց տան։ Թող իրենց ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն է թույլիկ են եւ վերլուծական մտքով եւ բառապաշարով։ Եվ ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել։ Իրանք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով։ Իրանք թույլ են, որպես բիզնեսմեն, իրանք թույլիկ են ուղղակի։ Եվ իրանք հիմա հասկացել են ինչ։ Հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, եւ իրանք հայտնվելու են եւ հայտնվում են շարունակաբար այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում արժանի են։ Այդ մարդիկ իրանց փողերի մի հսկական մասը իրանց չի, օտար երկրյա կոռուպցիոն համակարգերինն է եւ իրանք ընդամենը կառավարիչներ են բավականին թույլ։ Այդ մարդիկ դուք հիշում եք բանի հանրահայտ Պրիգոժինի բանը կադրը Ռուսաստանի նախագահի առաջ Ռուսաստանի նախագահին ուտելիք մատուցել։ Այդ մարդիկ նույնիսկ առաջի դեմքերին չեն ուտելիք մատուցող։ Այդ մարդիկ երրորդ, չորրորդական կարգի դեմքերին ուտելիք մատուցողներ են եւ եկել են Հայաստանում ուզում են ներկայանան որպես ուժեղ, ինչից են ուժեղ։ Ինչից։ Կարդացած են, ինտելեկտուալ են։ Թող ձգվեն 30 անգամ, ես կխոստովանեմ, որ իրանք ուժեղ են։ Ես չեմ կարող 30 անգամ ձգվել։ Կամ թող 100 կիլոմետր հեծանիվ քշեն։ Կխոստովանեմ, որ ուժեղ են։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ եկեք արձանագրենք հետևյալը։ Եթե եկեք մենք կողմնորոշվենք, մենք ատելության խոսքը ուզում ենք համացանցում քրեորեն պատժելի դարձնենք, թե կամ որևէ ձևով պատժելի դարձնենք, թե չէ, որովհետև ընտրանքային, երբ որ համապատասխան մարմինները գործում են, հակառակ աղմուկն է տեղի ունենալու։ Այդ բուլինգը, որ կա համացանցում, այդ ինչ եք դուք ձեզ տենց առանձնահատուկ դափնիներ վերագրում։ Բոլորին չէ, բոլորիս։ Այդ ինչի, այդ ներողություն, այդ ինչի ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, իմ մանկահասակ երեխաների, մեր թիմի անդամների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը։ Ինչի չեք նկատել, որովհետև ազնիվ չեք, որովհետև ոչ միայն ազնիվ չեք, այլև շատ կողմնակալ եւ կողմնապահ եք։ Ինչ վերաբերում է ձեր ասած ձեր սպառնալիքներին, որ դուք հերոսաբար կենթանի եք մնացել եւ եկել էստեղ կանգնել, ես ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Գիտեք ինչի, որովհետեւ դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում այդ այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է հաշմանդամություն առնվազն։ Դուք դա ինձնից լավ գիտեք։
Եվ ես ձեզ բոլորիդ վերաբերվում ենք որպես մեր ընտրողի։ Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, էլի ուզում եմ արձանագրել, որ գիտեք ինչ, ասենք մարդկանց ես աղմուկա, աղաղակա, ինչ որ հետապնդում են, կալանավորում են, հետաքրքրվում եմ ինչա տեղի ունեցել։ Պարզվում է տեղի ունեցել այդ հայտարարությունն եմ անում։ Պարզվում է տեղի ունեցել հետևյալը, մարդուն հրավիրել են ասելու, որ վարույթը կարճվում է։ Հասկանում եք, օրենք կա, պետք է մարդուն տեղեկացնեն, որ վարույթը կարճվում է, ընթացակարգ կա։ Երկրորդը ասում են, որ բանա, խախայցով դիմելա դատարան։ Այսինքն դուք մտածում եք, որ կարա որևէ լրատվամիջոց գրի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ ակնարկ անի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերություններով զբաղված ու դա պետք է մնա անարձակակ, ձեռ եք առնում։ Ու դուք խոսում եք արժեքների մասին։ Այդ մարդիկ են, որ չգիտես ում սենյակում, ում հետ ինչով են զբաղված, ուզում են ինձ անձի հարց չի ստեղ։ Ստեղ կարգավիճակի, այսինքն դուք ուզում եք ասեք, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակը եւ Հայաստանի Հանրապետությունը չեմ հարգում, մտքներով չանցնի։ Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի ով ուզում է լինի, որովհետեւ ինչպես հայտնի հերոսն է ասում, задержаву обидно։ Ես անձնական խնդիր չեմ լուծում։ Վար Մակարյան, ունեք եժան բայց նախինում է սուր քննադատել եմ ու հաշմանդամ չեմ դարձել։ հաջորդ հարցը Արմինով։ Դուք ընտրելու։ Իսկ նախորդ ասումնիսի ձեզ թողեցի Վար Մակարյան, չթողեցի չէ, շնորհակալություն Արմինով։ Դե ամսի 26 թվականի հունիսի 7-ին շատ կգնաք, կտեսնեք, որ մենք ընտրվել ենք, հանգիստ հետ կվերադառնանք։ Ես երաշխավորել եմ եւ երաշխավորում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները գործել են, գործում են ազատ։ Եթե ձեզնից որևէ մեկը պետք է ասի, որ Հայաստանի պատմության մեջ եղել է ժամանակաշրջան, որ լրատվամիջոցները գործել են ավելի ազատ, հալալա ձեզ։ Պարոն Փաշինյան, մարտի 17-ին համայն վրաց պատրիարք կաթողիկոս Իլյա II մահացավ եւ հաշվի առնելով Վրաստանի հետ հարաբերությունների կարեւորությունը, ինչպես նաեւ ձեր անձնական հարաբերությունների որակը վրացի գործընկերոջ հետ, չեք կարծում, որ համայն հայոց կաթողիկոս Գարեգին II պետք է ներկա գտնվի մարտի 22-ին Թբիլիսիում կայանալիք հուղարկավորությանը։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով եւ այսինքն ցավոք ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետի, ցավակցել անձամբ եւ մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք, այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել։ Ես Կտրիչ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկ։